Հակոբյան, ընդհանուր առմամբ արդեն Գյումրիում ընտրությունների արդյունքը գոնե նախնական արդյունքը տեսանելի է, պարզ է ընդհանուր առմամբ ինչպես կամփոփեք եւ ինչ հետեւություններ է կարելի է արդյունքներին նայելով, որովհետեւ ուժերկային հիմնականում ընդդիմախոսները ասում էին, որ քաղաքացիական պայմանագիրը շատ քիչ ձայներ է հավաքելու, հետո արդեն ասացին, որ դա բռնաճնշումների միջոցով, վարչական լծակներ օգտագործելու միջոցով են ձայներ հավաքելու, նույն Կարեն Սիմոնյանն ասում էր 10% ձայն են ունենալու, 10-ից 9-7-ը դա վարչական ճնշումների հաշվին։ Հիմա ընդհանուր առմամբ ամփոփելով նաև պատկերը, ինչ կարող եք ասել։ Ամփոփելով պատկերը կարող եմ ասել, որ իշխանությունը կարողացավ ապահովել, որ քաղաքացիները ազատորեն իրենց կամքը արտահայտեն եւ արտահայտեցին։ Ինչ վերաբերում է արդյունքներին, դուք տեսաք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իդեմս Սարիկ Մինասյանի ամենաշատ ձայները հավաքեց։ Ուզում եմ ֆիքսել, որ քաղաքացիական պայմանագրի հավաքած ձայները կրկնակից էլ ավել էին, քան երկրորդ տեղում գտնվող կոմունիստական կուսակցության ներկայացուցիչի ձայները Վարդանիկի եւ ասեմ ավելին, այն երկու ուժերը, որոնք նաեւ հայտարարել են, որ միանալու են Վարդան Ղուկասյանին, այդ երեք կուսակցությունների միավորների ձայները միասին անգամ քիչ են, քան միայն քաղաքացիական պայմանագրի հավաքած ձայները։ Տիկին Հակոբյան, բայց ամեն դեպքում մտավախություն չկա, որ օրինակ նույն Մարտուն Գրիգորյանն էլ կարող է միանալ եւ մեկ թևով, այսպես ասած, կարող են ճակերտավոր ասած հաղթել քաղաքացիական։ Հասկացա։ Ուզում եմ ֆիքսենք, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում էլ բոլոր ուժերը հայտարարել են, որ չեն պատրաստվում աջակցել քաղաքացիական պայմանագրին, այսինքն 8-ը 1-ի դեմ պայքար էր գնում, սա ուզում եմ նախնական ֆիքսենք։ Կմիավորվեն թե ոչ, չգիտեմ, դա իրենց արդեն կոնսուլտացիաների արդյունքում է պարզ լինելու եւ ուրեմն Սակայն Վարդան Ղուկասյանը ես տեսա, որ նոր տվել է ասուլիս եւ ասել է, որ ինքը ամենայն դեպս մտավախություն ունի կապված Մարտուն Գրիգորյանի հետ, որովհետեւ ասում է, որ քննարկեցինք եւ հասկացանք, որ եթե խնդիրներ առաջանա, ապա ԺՊ-ն քաղաքապետի, այսինքն ինքը չի տեսնում Մարտուն Գրիգորյանի տեսքով, այնպես որ իրենք իրար մեջ խնդիրներ ունեն, թող իրանք իրենց հարցերը լուծեն, եթե օրենքը թույլատրում է միանալ եւ ընտրել ուրեմն քաղաքապետ, այդպես էլ կլինի, թող միանան եւ ընտրեն քաղաքապետ։ Մենք համենայն դեպս ֆիքսեցինք, որ մենք ուրեմն մեծամասնություն ենք կազմում մեր աջակիցները Գյումրիում եւ նաեւ տեսանք, որ քաղաքացիները մեծ հետաքրքրություն ունեն ընտրությունների հետ կապված, որովհետեւ գրեթե կրկնակի ավել մասնակցություն է արձանագրվել, քան նախորդ ընտրություններին։ Եթե ներսում չկարողանան համաձայնության գալ, ընդդիմության մասին է խոսքը, ել ինչ սցենարներ եք դիտարկում, այսինքն կարող է ընտրության երկրորդ փուլ լինել։ Նման սցենարներ Երկրորդ փուլը էլի օրենքով է սահմանված։ Այսինքն ավականին, եթե չի կարողանում ընտրել քաղաքապետին, նոր որոշակի ժամանակ հետո նոր ընտրություններ են լինում, այսինքն այդ ամեն ինչը օրենքով սահմանված է։ Եթե մենք կանգնենք այնպիսի դրության առաջ, որ քաղաքապետ չլինի ընտրել, օրենքը դրա սահմանումը տալիս է նոր ընտրությունների գնալ եւ մենք հետեւելու ենք իհարկե օրենքին։ Եվ ընդհանուր առմամբ ուզում եմ հասկանալ, թե Գյումրիից ինչ տպավորություններով եք եկել եւ նաեւ այս ձայների քանակը ինչի մասին է խոսում, նախ ընդհանուր առմամբ որքան էլ որ ընդդիմությունը միասնական թևով կարող է հաղթել քաղաքացիական պայմանագրին, սակայն բոլոր տեխնացուները այսպես միանշանակ նշում էին, որ միևնույն է բավարար ձայներ էլ չեք ունենալու, առաջատարը չեք լինելու, այսինքն Դե տեսանք, որ առաջատարն էինք, արդեն սկզբում նշեցի թվերը, ինչ վերաբերում է ինչ տպավորությամբ, ապա ցույց տվեցին արդյունքները, որ մարդկանց համար ընտրություն կատարելիս կարևոր են տարբեր ուրեմն էական բաներ, հա, իրենց համար էական թվացող, օրինակ սոցիալ-տնտեսական կապերը, որովհետև եթե նման կապերը կարևոր չլինեին, ապա ես չեմ պատկերացնում, որ անկախությունից շուրջ 30 տարի անց կարող էր կոմունիստական կուսակցությունը հավաքել ուրեմն 9000 ձայն մոտավորապես, սա հենց խոսում է այդ սոցիալ-տնտեսական եւ ոչ միայն սոցիալ-տնտեսական տարբեր կապերի եւ կախվածությունների մասին, որից ելնելով մարդիկ կատարել են իրենց ընտրությունը, ինչ վերաբերում է կոնկրետ օրինակ երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանին։
Տիկին Հակոբյան, բայց հետաքրքիր է, որ մյուս կողմից էլ մեղադրում են օրվա իշխանություններին, ասում են միայն այսօրվա իշխանությունը կարող էր վերակենդանացնել այն նման կուսակցությանը եւ նման տեխնացուին, այսինքն Վարդան Ղուկասյանը, որը անցնում է ապօրինի գույքի գործերով եւ ամենատարբեր գործերով, այսօր տեխնացու է։ Նման բաներ ասողները պետքա կողմնորոշվեն։ Մեր իշխանությունը բռնապետություն է հիմա, թե ամենաթողություն է մեր իշխանության ժամանակ, որովհետև միաժամանակ այս երկուսը չեն կարող գոյություն ունենալ։ Այսինքն նման բաներ ասողները մտածում են, որ պետք է Վարդան Ղուկասյանին ուրեմն հրահանգ տալ նստացնել, որպեսզի նա չլիներ տեխնացու։ Այդ գործերով մարդը անցնում է եւ պետքա սпасել եզրակացությունների։ Իսկ դատաիրավական համակարգը անկախ է գործում։ Մենք չենք կարող դատարանին ինչ որ բաներ պարտադրել կամ սեղմել ժամկետները, դրանք նախաքննություններ են, որոնք գնում են եւ մի օր դրա պատասխանները կլինի։ Մենք չենք խառնվում նման բաներին։ Ինքը այս փուլում կարողացել է առաջադրվել, համապատասխանել է առաջադրման ուրեմն պայմաններին, առաջադրվել է։ Նույն Մարտուն Գրիգորյանը նաեւ բանավեճի ժամանակ էլ անձամբ Սարիկ Մինասյանին մեղադրել, բայց նաեւ ձեր քաղաքական ուժին է մեղադրում, ասում է ձերբակալել եք որդուս, որս այս քաղաքական հետապնդում։ Դա առանձին թեմա է։ Գիտեք, նման ուրեմն օրինակ, հա, կաշառքների հետ կապված, ընտրությունների հետ կապված հանցագործությունները չեն լինում ընտրություններից, ենթադրենք 1-5 ամիս առաջ։ Դրանք լինում են ընտրություններից անմիջապես առաջ նախընտրական շրջանում եւ այդ ժամանակ, երբ որ բացահայտումներ են լինում կամ կասկածներ, իրավապահ համակարգը գործում է։ Եվ չի կարելի ասել, որ եթե տեխնացուի ուրեմն տղան է ներգրաված նման բաներում, պետք է նրան չբռնել։ Իհարկե մեզ համար դա նպաստավոր չէր, որովհետև ակնհայտ էր, որ անկախ ուրեմն ընդդիմադիր տեխնացուի մեղավորությունից կամ անմեղությունից ընտանիքի անդամին ուրեմն կալանավորելը կարող էր նրան բերել որոշակի տոկոսներ վարկանիշի բարձրացում եւ դիտարկվել իբրև ճնշում։ Դրա համար սա իհարկե մեր շահերից չէր բխում, բայց մյուս կողմից մենք չենք կարող ասել, եկեք այդ ամեն ինչի վրա աշկ փակեք, իրավապահ համակարգ, որպեսզի հանկարծ Մարտուն Գրիգորյանը չունենա տոկոսներ։ Եվ ուզում եմ ֆիքսել, որ Մարտուն Գրիգորյանը շատ լավ այդ ուրեմն միջադեպը օգտագործեց իր շահիրեն, բայց ուզում եմ նաև հիշենք, որ խոստովանական ցուցմունքներ կան ձերբակալված մարդկանց կողմից, այնպես որ ինձ թվում է ամեն ինչ ճիշտ է։ Տիկին Հակոբյան, նաև ընտրությունների ժամանակ շատ է խոսվել ընտրախախտումների մասին։ Դրա մասին իհարկե սովորաբար բարձրաձայնում էին ձեր ընդդիմախոսները, որ տեսեք, ինչ անում։ Ես երեք նաև Գյումրիում էի եւ կարողացել եմ շատ ուրեմն ամբողջությամբ հետևեմ իրադարձություններին նաև տեղում եւ այո, ուզում եմ ֆիքսել, որ բազմաթիվ ընտրախախտումների դեպքեր կային եւ այդ դեպքերը պետք է համապատասխան ուրեմն գնահատականի արժանանան եւ հետևեն, որովհետեւ նաեւ կային սուտ, ուրեմն լուրեր կապված ընտրությունների տարբեր խախտումների հետ, տարբեր ուղղորդման դեպքեր գիտենք, նաեւ լռության օրվա հետ կապված, խախտման բազմաթիվ դեպքեր կային, նման խախտումներ կան, բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ մենք էական ուրեմն խախտումներ չարձանագրեցինք, փառք Աստծո մենք ոչ մի վատ իրավիճակ, բախումներ եւ այլն չենք արձանագրել եւ սա շատ կարևոր էր եւ այստեղ նաեւ շատ գնահատելի է ոստիկանության աշխատանքը տեղում, նաեւ բազմաթիվ դիտորդներ կային ընտրություններին, հետևող եւ նրանք էլ կարող են փաստել, որ էական լուրջ խնդիրներ չի եղել ընտրությունների անցկացման հետ կապված մանր խնդիրներ եղել, որոնց իհարկե հետագայում պետք է դրանցից նաեւ հետեւություն անել, որ հետագայում անգամ դրանք չլինեն։ Ղուկասյանը ինքն էլ խոսել, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իրեն շատ բան է տվել։ Այսօր էլ ինքը ասաց, որ ինչքան կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանի դերակատարմանը եւ այլն, եւ այո, ընթացքում էլ է խոսացել, չի ասել, որ ինքը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն է, ինչպես մյուս 3-ը օրինակ չեն հայտարարել, որ իրենք մեկը Քոչարյանի, երկուսը Սերժ Սարգսյանի օրինակ տեխնացուներն են, բայց տեսնում ենք էլի, որ իրականությունը ինչ է, այո։ Եվ Տիկին Հակոբյան, եթե ամեն դեպքում այս սցենարը հաշվի առնենք, որ ընդդիմությունը միասնական թվով գնում է կոալիցիայի եւ դառնում է իշխանություն, եթե կարելի է այդպես ասել, այդ դեպքում ինչպես եք պատկերացնում աշխատանքը իրենց հետ։
Գիտեք, դա բան չի, կոլապսային ինչ որ իրավիճակ չի։ Մենք համայնքներից գրեթե կեսում չունենք ուրեմն քաղաքապետ եւ նորմալ համայնքը աշխատում է, համագործակցություն որոշ տեղերում կա, որոշ տեղերում չկա եւ նորմալ է ժողովրդավար երկրներում շատ նորմալ է, որ տարբեր ուրեմն ուժեր կարողանան թիմերում ունենալ իշխանություն եւ ղեկավարման պատասխանատվություն ստանձնեն եւ հետագայում կհասկանանք, հա, ինչպես ենք համագործակցում։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք Գյումրիում 18 թվականից չենք ունեցել քաղաքապետ, բայց Գյումրիում ունեցել ենք ավագանի եւ աշխատել ենք։ Եվ Տիկին Հակոբյան, ըստ ձեզ գյումրեցին, այսպես ասած, որևէ կաշկանդվածություն ունեցել է ընտրություն գնալուց առաջ, որովհետև մենք տեսանք ձայնագրությունը, որ հրապարակվեց Վարդան Ղուկասյանի մասով, նաև երեք ձայնագրումներ եղան, որը որոշ հիմնարկներում ուղղորդված, այսպես տանում են։ Իհարկե, բայց ես չեմ ուզում հիմա նման հայտարարություններ անել, բայց շատ մտահոգիչ մեզ տվյալներ է հասել։ Ես դրա համար իմ խոսքում շեշտեցի այդ սոցիալ-տնտեսական կապերի պատճառով մարդկանց կատարած ընտրությունը, որովհետև շատ լուրջ ազդակներ ենք ստացել եւ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ ճնշումների մասով եւ սրանց մասին գյումրեցիները հասկանում են ես ինչի մասին եմ խոսում, բայց քանի որ ես իմ ձեռքի տակ փաստեր չունեմ, չեմ ուզում հստակ հայտարարություններ անեմ դրա հետ կապված այս փուլում։ Եվ հարցս կրկնվում է, բայց ամեն դեպքում բոլորը սպասում են, թե ինչ է լինելու, ամեն դեպքում ինչ սցենարներ եք դուք նաև։ Տեսեք, ես գիշերը ժամը երևի 3-ին եմ եկել Երևան եւ արթնացել եմ եկել եմ աշխատանքի եւ այս պահին ես ոչ մի քննարկման մասին տեղեկություն չունեմ։ Ինչ կլինի ակնհայտ է, որ այս պահին ընդդիմադիր դաշտը սպասում է մի տեխնացուի դիրքավորմանը, արդյոք նա կընդունի ուրեմն օրինակ հա Վարդան Ղուկասյանի առաջարկը ուղղակի աջակցելու, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, անգամ առանց փոխքաղաքապետի պաշտոն ունենալու եւ տեսնենք ինչպիսի դիրքավորում կունենա Մարտուն Գրիգորյանը, արդյոք նա Վարդան Ղուկասյանին կդարձնի քաղաքապետ, թե չէ։ Ինչ եմ ասում կդարձնի, որովհետեւ պարզ է, որ բոլորը եթե միավորվում են, ունենում են առավելագույն ձայները եւ հնարավորություն են ունենում հետագայում արդեն քվեարկելու հենց քաղաքապետի տեխնացուի օգտին, այնպես որ մենք էլ հիմա այդ փուլում հասկանանք ինչ է լինելու։ Եվ Տիկին Հակոբյան շատ հետաքրքիր է, որ նշեցիք ինչքան էլ տեխնացուները իրենք չեն խոստովանում, որ օրինակ նույն Արմեն Ռոբերտ Քոչարյանի ուժին կամ Սերժյանի, բայց առավոտվանից այսպես ինչ որ շնորհավորանքների բում է սկսվել։ Իմ ասոցիացիաները անկեղծ ասած Լեռնային Ղարաբաղում իշխանությունը Սամվել Շահրամանյանին փոխանցելու անցնելու հետ այդ ասոցիացիաներն էր նույն կերպ այստեղ տենց շնորհավորում են եւ ասում են ահա սկսվեց բան եւ այդ մարդիկ չեն թաքցրել ընթացքում անկեղծ ասած ինչ որ փուլերում ինչ որ մարդիկ այս օրինակ ես երեք մեր ընդդիմադիր падգամավորներից մի քանիսին տեսել եմ Գյումրիում եւ եթե դաշնակցությունը կամ հանրապետական կուսակցությունը չի մասնակցել ընտրություններին, ապա նրանք ինչու են Գյումրիում ակնհայտ է որ եկել էին պաշտպանելու այդ տեխնացուներին, այսինքն նրանք տենց բանով բեղմորուսով չեն էլի մանեկել, իրանց դեմքով են ընդեղ եղել եւ կարող են ենթադրել աջակցությունը, նաեւ հրապարակային աջակցության խոսքեր ասել են հիմա էլ հրապարակային ցնծում են որոշ մարդկանց հավաքած որոշ տոկոսների հետ։ Բայց ամեն դեպքում սա պարտության մասին էր, իրենք խոսում են, որ քաղաքացիական պայմանագիրը առաջին լուրջ պարտությունը տարավ եւ սա 2026 թվականի նախերգանքն է, իդեպ այդպես էլ ասում։ Ես այդպես չեմ մտածում անկեղծ ասած, եթե անգամ մենք օրինակ Գյումրիում շարունակենք չունենալ քաղաքապետ, դա ոչինչ չի նշանակում, որովհետև մենք երբ որ քաղաքապետ չենք ունեցել Գյումրիում, միևնույն է համապետական ընտրություններին մենք ուրեմն վերընտրվել ենք եւ դարձել ենք կենտրոնական իշխանություն։ Ես սա սրա հետ չեմ կապում եւ ինչպես ասացի, մեր ուրեմն համայնքների կեսից ավելիում չունենք քաղաքապետ, որոշ տեղերում չենք առաջադրել, որոշ տեղերում առաջադրել ենք, չենք հաղթել եւ դրա մեջ ոչ մի բան չկա, սա ժողովրդավարություն է եւ կարող են տարբեր ուժեր փորձեն իրենց ուժերը
ընտրությունները փոքր ուրեմն համայնքներում ղեկավարում ստանձնելուց եւ հետագայում նաեւ հայտ ներկայացնելու արդեն որպես որոշակի փորձառություն ունեցող ուժեր հետագայում հավակնելու նաեւ կենտրոնական իշխանությանը եւ սա ժողովրդավարություն է։ Եվ երևի թե վերջին հարցը ամփոփեմ Տիկին Հակոբյան, քանի որ նախընտրական շրջանը, այսպես ասած, խոստումների մասին է, ծրագրերի մասին է, գյումրեցիները այսպես մի շարք ակնկալիքներ ունեն եւ դա բնական է։ Այս նախորդ դեպքում տեսան կոալիցիան կառավարումը ուտերը։ Այս դեպքում ինչ սպասել։ Գյումրեցիները կարող են այսպես հույս ունենալ, որ այդ ծրագրերը անկախ այս ներքին, այսպես ասած, ընդդիմության ցնծությունների կամ ներքին որոշ տարաձայնությունների այդ ծրագրերը կյանքի կոչվեն։ Իհարկե դժվար է, մենք նաև տարբեր համայնքներում տեսել ենք, որ ավականին պարզապես քվորում չունենալու պատճառով, օրինակ մի ուժը չի եկել, քվորում չի եղել եւ միայն քաղաքացիական պայմանագիրը չի կարողացել, քանի որ մեծամասնություն չի եղել, չի կարողացել քվորում ապահովել եւ նիստեր իրականացնել եւ տարբեր շատ կարեւոր քաղաքացիների համար ծրագրեր չեն հաստատվել, չեն քննարկվել եւ այդպես մնացել է ճանապարհներ, լուսավորություն, տարբեր շատ կարեւոր խնդիրներ մնացել են այդպես։ Եվ նույնն էլ ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը ամիսներ առաջ էր Գյումրիում կոլապսեր ստեղծվել։ Մարդիկ ոչ աշխատավարձ են ստանում, ոչ աղբահանություններ իրականացվում, չգիտեմ, անգամ նոր տարվա համար տոնածառ, օրինակ, որ երեխաների համար, կարևոր է տրամադրության համար, անգամ նման հարցեր չէին կարողանում քննարկել եւ որոշում ունենալ, բյուջեի հաստատում կա, տարբեր հարցեր կան եւ բնականաբար սա լավ չի անդրադառնում հենց քաղաքացիների վրա, այնպես որ իհարկե նախնական չեմ կարող ասել դեռ ինչ է լինելու, ով է լինելու քաղաքապետը, ինչպիսի ուրեմն խնդիրներ է հետո առաջանալու համագործակցության կամ այլնի առումով, բայց սա լուրջ խնդիր է լինում, երբ որ այդպես բոյկոտում են եւ ոչինչ հնարավոր չի լինում իրականացնել։ Պարզապես, քանի որ բոլոր ուժերը նետվել էին դաշտ, կներեք արտահայտությանս համար, բայց ձայներ փախցնելու համար եւ որոշ դեպքերում մի օրինակ տեխնացուն նույն նախկին նախագահի կարող էր շատ ասոցացված լիներ նախկին նախագահի մյուսը այդքան չէ եւ միգուցե շատ քաղաքացիներ շատ քաղաքականացված չլինելով չհասկանային ինչ է կատարվում մյուսին ձայն տային իբրև այլընտրանք բայց հիմա տեսնում ենք որ այս բոլոր այլընտրանքները ուզում են միավորվել որպեսզի ունենան ինչ որ նախկինի վերարտադրում այս է էլի բայց դա համարել քաղաքացիական պայմանագրի պարտություն Ես անկեղծ ասած երկու դեպքում կհամարեի դա պարտություն։ Եթե օրինակ մենք այսպես նախ Սարիկ Մինասյանը մեր քաղաքացիական պայմանագիրը ունենար ավելի քիչ ձայն, քան ցանկացած այլ տեխնացու, սա կլիներ, որ մենք պարտվել ենք իրականում, եւ եթե մենք չկարողանայինք ապահովել արդար ընտրությունների անցկացումը, որովհետև մենք նաև իշխանություն ենք եւ այս դեպքում քաղաքացիական պայմանագրի իբրև իշխանություն կպարտվեր, որովհետև չէր կարողանա կատարել իր երևի ամենակարևոր ֆունկցիաներից մեկը, հասարակության արդար անխոչնդոտ ձայնի իրացումը, այսպես ասած, ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը։